ձեզ։ Համավար մի քանի թեմաներ եք առանձնացրել, համեցեք։ Բարև հայրենակից։ Նախ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Համացանցը միշտ ողողված է տարաբնույթ ամենաբազմազան նորություններով, երբեմն նույնիսկ նույն աղբյուրից իրար հակասող նորություններով։ Դրա համար համացանց մտնողը պետք է ուշադրությունը խիստ լարի և հիշիր, ում ուղարկած լուրերն է ինքը կարդում կամ լսում։ Այնպես որ համացանցը դարձել է իսկական, ներողություն եմ խնդրում արտահայտության համար, գժանոց։ Այստեղ են ասել. գիժը քարը գցեց ծովը, հազար խելոք չի կարող անել։ Այդ է վկայում նաև այն դատական երկարաշունչ, երկարատև նիստը, որը հիմա էլ մղվում է, բայց ես այդ նիստին չեմ անդրադառնա այսօր, կմնա սեպտեմբերին։ Ես հիմա ուզում եմ ԵԿՄ-ի մասին խոսել։ Մենք գիտենք, որ արդեն ինչքան ժամանակ Սասուն Միքայելյան, այն անգրագետը, այն անտառաճանաչը, այն որ շպրտվեց ՔՊ-ի գիրկը միայն մի բանի համար, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ իր անձնական ամառանոցի լողավազանից մի ամբողջ գնդի երևի պատկանող զենք ու զինամթերք հանեցին, և որպեսզի խուսափի դատաստանից, նա հոգով, սրտով, մարմնով, իր անտառաճանաչ ուղեղով շպրտվեց Նիկոլի ոտքերի տակ։ Այնպես որ Սասուն, իմացիր, քեզ ոչ մի գաղափարական ուժ կամ ոգի չի, որ մղել է դեպի ՔՊ-ն, նախ այդ քանդել պետությունը կամ թուրքական ապրանքանիշ, դու պարզապես քո գլուխը փրկելու համար, քո այդ ախմախ, այդ անգրագետ գլուխը ուսերիդ պահելու համար շպրտվեցիր Նիկոլի ոտքերի տակ։ Հիմա էլ քանի որ խոսք է գնում, որ պիտի ԵԿՄ-ն ցրվել, որտև Նիկոլը չի կարող որևէ բան կառուցել, ստեղծել։ Դրա համար եղածը պետք է քանդել մինչև վերջ, որտև դա է Ալիևի պահանջը։ Իսկ ինքը քանի գլուխ ունի, որ Ալիևի ասածին հանկարծ ոչ ասի, չի կարող, որտև ինքը Ալիևի ուղեղի պարունակությունը չունի իհարկե, նրա մտածողության պարամետրերն էլ չունի, բայց նա Ալիևից ավելի Ալիև է, այսինքն նա թուրքից ավելի թուրք է, և շատ լավ կմտածի ինքը այս պահին, որ արի ես ԵԿՄ-ն էլ ձեռի հետ ոչնչացնեմ, որովհետև ԵԿՄ-ն նաև զբաղվում էր սահմանների պաշտպանության հարցերով։ Եթե ժամանակին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը ասում էր տղերք, աթոռի կռիվ մի տվեք, հողը պահեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք, այսօր այդ հրաշալի միտքը արդեն ժամանակավրեպ է, որովհետև մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մի գիժը քարը գցել է ծովը, ոչ ոք չի կարողանում հանել, որովհետև այսօր ամեն ինչ որոշվում է որկորի պարունակությամբ և գրպանների պարունակությամբ, որովհետև եթե երկրի վարչապետը, որը ընդամենը, ես մեկ անգամ էլ եմ ասել, ժողովրդի գործակատարն է, որովհետև վարչապետ կոչվածը ինքը օրեսդիր իշխանություն չէ,
դատական իշխանություն չէ, արդարադատության համակարգ չէ, նա ընդամենը գործակատար է, ժողովուրդ, այդքան մի ֆետիշացրեք, վարչապետ, որ այստեղ վարչապետ։ Ես հիմա ինչպես որ զայրանում եմ, երբ մեր դատարաններում հանկարծ ասում են պատվարժան դատարան, ես քիչ եմ անում գժվեմ, իբր դատարան ունենք, մի հատ էլ րոպեն մի անգամ պատվարժան են ասում, այդ դատարաններում են դատում սրբազանների, այդ դատարաններում են դատում հաղթացերոսների, այդ դատարաններն այսօր ում են դատում կառուցողների, երկիրի շենացնողներին, աշխատատեղեր ապահովողներին, ստեղծողներին, բայց այդ վարչապետ կոչված սինլքորը, ստահակը, ամեն ինչ մինչև վերջին հյուլեն ոչնչացնելու ծրագրին է կամված։ Ես արդեն մեկ անգամ ասել եմ այս Սասուն կոչված աղտեղության մասին, որ նա տարերը հազիվ է կապում իրար։ Ես իհարկե չեմ խոսում, ինձ թույլ չեմ տա խոսել նրա տարածքային առոգանության մասին, որտեղ դրա համար ինքը չէ մեղավոր։ Ինքը աչքը բացել է, ականջը դա այդ առոգանությունն է լսել, չի կրթվել, կրթված անձնավորություն չի, նա անձնավորություն էլ չի, նա ընդամենը անձ է, ես չգիտեմ, բոլոր ինձ ունկնդրողները տարբերում են անձնու անձնավորությունը թե ոչ, բայց Սասունը այն է ինչ կա, ավելին չի կարող լինել։ Հիմա էլ ախորժակը նայիր, այսինքն եթե ԵԿՄ-ի նախագահ չի մնալու ինքը, քանի որ ԵԿՄ-ն էլ պետք է փլուզել, կործանել, գոնե հանձնաժողովի նախագահ լինի, էլ ինչ հանձնաժողով, պետա իրավական հարցերի հանձնաժողով։ Բայց մի կողմից էլ մտածում ենք, այդ Քոչարյանը, որ կարող է, Անդրանիկ Քոչարյանը, որ կարող էր լինել այդ հանձնաժողովի նախագահ, Սասունն ինչով է պակաս, որ չլինի։ Ինչով է պակաս։ Քիչ է վատություն արել ժողովրդին, քան ասենք Անդրանիկ Քոչարյանը, քիչ է թալանել, քան Անդրանիկ Քոչարյանը, որը երկրաշարժի օգնությունները բոլորը տակով նարեց, այդ երկրաշարժի կռիսը, կներեք այս բառի համար, այդպես նրան անվանում էին երկրաշարժի ավերակների վրա։ Ինքը շատ լավ գիտի իր մականունն ինչ է, երկրաշարժի կռիս, ովքեր չգիտեք իմացեք։ Դե հիմա Սասունը մտածում է, իրենից պակաս եմ թալանում, իրենից պակաս եմ վատություն արել երկրին, իրենից պակաս եմ կեղծում Նիկոլին, իրենից պակաս եմ թավալվում Նիկոլի կեղտոտ ոտքերի տակ։ Ինչու պիտի Քոչարյանը կարողանա այդքան տարիներ լինել հանձնաժողովի նախագահ ու Սասունն հանկարծ չկարողանա, այ հողը գլխիդ, Քոչարյան Անդրանիկ, դու որ պիղծերից ավելի պիղծ ես, հայրենադավ ես, ամենի վատ բան կարելի քեզ հետ կապել, մանավանդ որ այս մի երկու օրը նորից համացանցում այն կարմիր գրիչով գրած 5 անունազգանունները նորից համացանցում երևում էին, մարդկանց հիշողությունը թարմանում էր, և դու պիտի դառնայր համակարգող նախարար, ոչ ավել ոչ պակաս, որովհետև դուք ոչ մեկդ պաշտոնյա չեք, դուք ընդամենը պաշտոնամոլներ եք, ձեզ հետաքրքիր չէ, դուք այդ պաշտոնի բովանդակությունը հասկանում եք, չեք հասկանում, այդ պաշտոնի իրավական եզրերը տարբերակում եք, չեք տարբերակում, այդ պաշտոնների իրականացման
կատարման նպատակները ազնիվ են, անազնիվ են, դա ձեզ համար բացարձակ նշանակություն չունի։ Հիմա այս Սասունն է մտածում, որ Անդրանիկը կարող է, ես ինչու չեմ կարող։ Ինչպես որ հիմա շատ-շատերը, այն փողոցի լամուկները, երբեմն ասում են, ինչի Նիկոլից պակաս տղա ենք, ինքը վարչապետ կդառնա, մենք չենք կարա դառնանք։ Երկու բառ են արտասանում, երկու բառի մեջ 10 հատար սխալ կա։ Այդ թե մեր ողբերգությունը որտեղ է, որովհետև հարգանք չկա երկրի նկատմամբ, ազգային պետական լեզվի նկատմամբ, ազգային մշակույթի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, հողի նկատմամբ վերջապես։ Սասուն, ես ցանկանում եմ, որ դու այդ երազը երազել ունենաս, չդառնաս։ Ինչի վրա եմ հենվում, որտև ՔՊ-ում հիմա ահավոր խլրտոց է գնում, ահավոր։ Կարելի ասել իրար բսկտում են, իրար հոշոտում են։ Էս ինչ է, դուք ոչ մի սրբություն չունեք ՔՊ-ականներ, գետինը մտնեք, դուք պիղծ եք, որովհետև դուք ծառայում եք ազգի թշնամուն, որովհետև դուք ծառան եք դարձել ազգը ուրացողի, դուք գետնալվա եք դարձել, որովհետև դուք ձեր էության մեջ հայի ոգի չունեք, հոգի չունեք, ձեզ համար միակ Աստվածը մամոնան է, ձեզ համար որտեղ հաց ենտեղ կաց, ձեր ղեկավարի այլանդակ մտածելակերպը, դուք այնպես լավ եք յուրացրել, որովհետև ՔՊ-ում գտնվողը այդ կերպ չի կարող լինել, ինչ ճիշտն է ճիշտ է։ Ներողություն։ Ուզում եմ ու չեմ կարող չխոսել Խուստուփ լեռան մասին։ Խուստուփը հայոց մեջ, հայոց ըմբռնումներում նույնականացվում է Նժդեհի հետ, չմոռանանք։ Այդ լեռան լանջերին ու այդ լեռան այրերում էր պատսպարվում մեծը Նժդեհը և երբեմն իր հեռագրերը գրում էր սեփական վերքերի արյունով, այդ լեռան վրա թագավորում են նժդեհական գաղափարախոսությունը, այդ լեռան վրա նրա արահետներում, նրա ծաղիկների մեջ անգամ Նժդեհի հոգին ու ոգին է։ Ինչու այս թուրքի լամուկը գնաց Խուստուփ, ինչու բարձրացավ։ Արդեն տեսնում ենք, որ շունչը փչում էր, այ տականք, քանի տասնյակ ոստիկաններով շրջապատված գնացիր, գիտես չգիտենք, ճանապարհին քանի տեղ լափեցիր, որտեղ դու որկրամոլ ես, իսկ դա ծանր հոգեկան հիվանդություն է, դու չես կարող առանց լափելու մնալ, գնացիր, որ տրորեիր նժդեհական արահետները, դու վախեցիր, Նժդեհը 3 գերեզման ունի, մի օր Նժդեհի սիրտը մի գերեզմանից դուրս կգա, մարմնի մյուս մասունքները մյուս 2 գերեզմաններից դուրս են գալու և քեզ ու քո ՔՊ-ին ու քո ողջ ոհմակին տապալելու են, իմացիր, դու վերջը քո անփառունակ կենսագրությունը ավարտելու ես հոգեբուժարանում, որովհետև դու համարձակվեցիր գնալ տրորել Նժդեհի արյունով պահած լեռը, այն հողը, որի համար
Նժդեհը ոչինչ չխնայեց, կարոտ մնաց անգամ իր ընտանիքից, իր միակ թոռնուհուց։ Դու գնացիր ապականելու, պղծելու այդ արահետները, սա քեզ էժան չի նստելու, իմացիր, դու սրա համար քո հոգեկան խաթարումով ես պատասխան տալու, իհարկե դու միշտ ես հոգեպես խաթարված, որտեղ դա քեզ մոտ ժառանգական է, ճիշտ ասած, իծնե է, դրա վկանել Արսեն Թորոսյանն է, այն դոկտոր Մահը, որը նախարար դառնալուց անմիջապես հետո քո բոլոր փաստաթղթերը սկսած նոյեմբերյանից վերջացրած կրազնադարի երկրամասի հոգեբուժարանով հավաքել ու իր գրպանն է դրել, ահա ինչու դու չես համարձակվում Արսենին հանկարծ թարս նայել, որովհետև քո բոլոր փաստաթղթերը կդնի միջազգային խաչմերուկներում, որտեղ դու ինքան եղկելի ես, ինքան խոցելի ես, դու ուղղակի մենակ մի մեծ չափազանց մեծ զենք ունես, դա անամոթությունն է, դու չես ամաչում ստից, դու չես ամաչում, երբ քո Պաշտելի Ալիևը մատը մտցնում է աչքդ ու հարբեցող ծաղրած ու քեզ անվանում, մի անց, որ այսպիսի վիրավորանքի պատասխանը չի տվել, ընդհակառակը սայլուկի նման ականջիցական ժպտում է, նրանից ինչ ասեք հնարավոր է սպասել։ Համարյա 4 ամիս տևած անօրինական իհարկե, որտեղ օրինականը միայն մեկ ամսվան էր, քարոզարշավը, նախընտրական քարոզարշավը ՔՊ-ի մոտարպես 4 ամիս տևեց։ Ուտում էին, խմում էին, լափում էին, վայելում էին կյանքը և ՔՊ ընտրող գետինը մտնես, ով ուզում ես լինես, քթիցդ գա, քեզ հարց տվեցիր այդ 4 ամսվա ընթացքում ինչ նախընտրական ծրագիր ներկայացրեց որևէ ծրագիր, ասենք Աչափնյակի մետրոն վերջապես կկառուցվի, թե ոչ, ասենք թե Երևանի փոշու պարունակությունը խորանարդ մետրոն կքչանա, թե չէ, այսօր ես գալիս եմ հակակոռուպցիոն դատարանից, ովքեր այնտեղ եղել են, կվկայեն, որ այդտեղի ճանապարհը Սարալանջի նման է ավազահանքի մեջ գտնվող ճանապարհի, ու անցնում են բեռնատարներ, փոշին անթափանց կանգնում է օդում, տիկոյես, ծիկոյես, այ խեղք կատակ, այ Նիկոլի թաշկինակ, այդ ճանապարհը, այդ փողոցը քեզ չի վերաբերում, Երևանի քաղաքապետարանի ծրագրերի մեջ չի մտնում, մի անգամ արի գնայի չի բարսացի, խեղտամա եղիր փոշուց, նոր կհասկանաս քո ղեկավարած Երևանը ինչ վիճակում է։ ՔՊ ընտրող որևէ ծրագիր լսեցիր քո Պաշտելի թուրք Նիկոլի շրթունքներից, նա միայն սպառնաց, հայհոյեց, անպարկեշտ արտահայտություններ ցույց տվեց, կանանց քաշքշեց, էլի չգիտեմ ինչ աղտեղություններ, ես չեմ զարմանում, որտեղ նրա էությունն ինչ է, որ արածը ինչ լինի։ Եվ հիմա էլ այս 8 տարվա ոչ մի խոստում է կատարել չկարողանալուց հետո, վերջապես իր այս նախընտրական ծրագիրը բոմժ եմ սարքելու, բերելու եմ, խլելու եմ, կոտորելու եմ, գետինը մտնես, դու մի անձ ես, որը մի հավի բուն չի սարքել, մի շան
բուն չի սարքել։ Դու միայն 8 միլիարդ պարկ վերցնելով ոչ կամուրջ ես կառուցել, ոչ երկաթուղի ես կառուցել, ոչ ճանապարհ ես կառուցել, այս ճանապարհը, որը վերջապես ավարտվեց, պետք է ժողովուրդ հիշեք, երբ է հիմնադրվել եւ ովքեր են կառուցել, մնացել է պաստառապատումը միայն։ Ոչ ճոպանուղիներ ես կառուցել, ոչ հզոր գործարան ես կառուցել, դու ոչինչ չես կառուցել, դու միայն լափել ես քո բանդայով, քո ոհմակով, այդ 8 միլիարդ պարտքը լափել ես դու ու շարունակում ես լափել։ Հիմա էլ առաջին 6 ամիսների համար 500 միլիարդ, չէ, եթե չեմ սխալվում, գումար են նախատեսել պարգևավճարների համար։ Այս սրիկաներ, այս տահակներ, այս սինլքոր ավազակներ պարգևավճար մարդկանց տալիս են իրենց հաստիկային պարտականություններից դուրս կատարված աշխատանքների համար։ Պարգևավճար։ Իսկ դուք ինչ եք արել բացի քանդուկ հարապանելուց, բացի խլելուց, բացի անողոք ձևով մեր ազգի նամուսը միջազգային խաչմերուկներում խայտարականելուց, դուք ինչ եք կարողացել անել, բացի ազգի անունը կործանելուց, դուք ոչինչ չեք կարող անել, դուք միայն այս ազգի Աստծո պատիժն եք։ Ես երբեմն մտածում եմ, մենք ազգովի ինչ մեղքեր են գործել, որ այսպիսի բախտի արժանացանք, այս ինչ բաներ, պատերազմի արյունը չչորացած, ժողովուրդ գնացիր քեպը ընտրեցիր 21 թվականին, հիմա էլ երկիրը կանգնած է լինել չլինելու հարցի առաջ, էլի գնացիր քեպային ձայն տվեցիր, գետինը մտնես, միայն այդ բաներ չեն, խախտումները չեն, որ սրան այսքան ձայն է հասել, միայն խախտումները չեն, միայն ապօրինի ընտրական մասերում, այդ տեղամասերում մասնակցությունը չէ, որ այսքան ձայն է ապահովել է, որտև իշքան կիսախելագար մարդիկ կային, գնացին քպային ձայն տվեցին և արդարացնում են, դե թոշակս ավելացրես 10,000-ով, ախմախ, տխմար, իսկ մսի գինի ինչքան է, գիտես, Քոչարյանի ժամանակ միսը 500 դրամ էր, մի ամբողջական հավը արժեր 500 դրամ, հիմա հավը 5000 արժի, մսի գինն էլ ոսկորոտ միսը 5000 դրամ արժի 1 կիլոգրամը, ես էլ քո թոշակը, ախմախ, ապերախտ ժողովուրդ, գիտեք, մեր ժողովրդին ապերախտ անվանել է ժամանակին խորենացին, հետո էլ Գարեգին Նժդեհը, որն իր կյանքը նվիրաբերեց, որ հայը, Հայաստանը ծաղկի, Հայաստանը պատմության թատերաբեմի չիջնի, բայց ժողովուրդը մեկ է Նժդեհի կողքին չկանգնեց, չհասկացավ նրան այդ մեծագույն փրկչին կարելի ասել։ Հիմա էլ այս ողորմելին է աշխատում ամեն մի հետ վերացնել։ Ուրեմն դպրոցներից վերացրել են հերոսների անկյունները։ Ես չեմ զարմանա, որ ծաղիկը ջերմոցներից հանող և փողոցում, աղբանոցում թափող շատ խելացի մեր տնտեսվարողները, որոնք մի ծաղիկ արժանի չհամարեցին, տանեին գիրաբլուր պատահական գերեզմանների վրա դնեին, ոչ թե թափեին փողոցում։ Չեմ զարմանա, որովհետև սրանց համար հայրենիք չկա,
Սրանց համար ոչ զոհվածներ կան, ոչ վիրավորներ կան, ոչ հաշմանդամներ կան, ոչ մոխրացած աճյուններ կան, ոչ պայթած աճյուններ կան, ոչ անհետ կորածներ կան, որովհետև սրանք հայրենիք չունեն։ Ամեն մի ազգ ինքն է մեղավոր, եթե վերանա։ Գիտեք, Ֆրիդյոֆ Նանսենը, որի կազմակերպած անձնագրերով հարյուրավոր հայեր, որոնք փրկվել էին Դերձորի ավազներից, կարողացան նորից վերագտնել իրենց աշխարհի այս կամ այն երկրում, տեղավորվել, նորից ապրել, գիտեք ինչ էր ասել, ասել մեղք է այս աշխարհից հեռանալ առանց վանը տեսնելու։ Հիմա այս վանը դուք չեք տեսել, դուք մեր հրաշք երկիրը չեք տեսնում, դրա համար չեք ճանաչում, դուք մեր հրաշք երկրի գինը չգիտեք, ինչպես որ չիմացաք Արցախի գինը։ Արցախ հանձնողը պիտի վաղուց գլխատված լիներ, Քավլիցի, ի նկատի չունեմ ֆիզիկապես, բայց նա վաղուց պիտի իր խցում լիներ ու մեղագարան ընդհատ, թե ես ինչ արեց, բայց ես միշտ ասել եմ, Նիկոլը մեղավոր չի, ինքը արդեն վերջին քանի տարում բացարձակ չի էլ խաբում, ինքը ասում է այն, ինչը կարողանում է անել, անում է, որովհետև մարսում է, որովհետև ժողովուրդ դու ոտքիդ չես ելնում, այսպես չի կարելի, այ հենց հիմա քաղաքապետարանում մտածում են ավտոբուսի վճարը դարձնելու 200 դրամ, 150-ի դեմ չպայքարեցիր, հիմա կդառնա 200, վարորդից էլ եմ լսել իմիջայլոց, ես ինձնից ոչ մի նորություն չեմ անում, որտև ես չեմ կարող ինքնուրույն այդ նորությունները իմանալ։ Հիմա Ծառուկյանի մասին։ Ես արդեն անցած անգամ ասել եմ, որ ես զայրացած ՔՊ-ի լուռ ու մունջ վերաբերմունքից այս ավերածությունների նկատմամբ հրաժարվեցի իմ կուսակցական տոմսից, հենվելով կուսակցության կանոնադրության համապատասխան հոդվածի վրա։ Բայց ես չեմ կարող չգնահատել այդ մարդու արածը, չեմ կարող պարզապես, որովհետև նրա կառուցածը դարերի համար է, նրա կառուցածը հենց այնպես չի, այդ եկեղեցիները, որոնց շուրջ համախմբվում է հայկական համայնք, ընտանիք է դառնում եկեղեցու մեջ, ազգի մեջ, դա մեծ նվաճում է, դա մեծ գործ է ազգի համար, էլ չեմ խոսում մշակույթի և սպորտի բնագավառում նրա արածների մասին, բայց այսպիսի խայտառակ մոտեցում 70-ամյա պատվավոր մարդու նկատմամբ մենակ խուժանը կարող էր անել, խուլիգան չեմ ասում, խուժան, Նիկոլ դու խուժան ես, Նիկոլի շրջապատ դուք բոլորդ խուժան եք, որովհետև ես որ մի Ղրերի կատու չկարողացավ իր կողքին պահել, ոնց պիտի առյուծ պահել, ես մի անգամ ասել եմ, առվի մեջ հոսող ջուր լինելով, կամ առու լինելով, դու երբեք չես կարող չափել լճի խորությունը,
Իսկ ծովի խորությունը չափելու համար ինքդ պետք է առնվազն օվկիանոս լինես։ Նախանձը, այս մարդատյատությունը, այս որկրամոլությունը, այս ահավոր ատելությունը հայ ազգի նկատմամբ, հայի և մասնավորապես քրիստոնյա հայի նկատմամբ, Նիկոլին հասցրել է խելագարության աստիճանի։ Կտեսնեք, նա իր վերջը ավարտելու է, եթե ոչ բանտի խցերում, այլ փողոցներում, խելագարի նման վազվզելով, որովհետև կգա մի պահ, որ ինքը էլ չի դիմանա իր այդ ներքին ճնշմանը, որովհետև կպայթի նրա չունեցած ուղեղի վերջին մնացորդներ, ու Նիկոլը ընդհանրապես կդառնա ոտքի տակի փոշի ընդամենը, որովհետև եթե նա կարողացավ ժողովուրդ քո պատճառով, քո շնորհիվ, բոլորի շնորհիվ երկիրը ամբողջովին քայքայել, քանդուքարապանել, նվիրել Թուրքին, եթե նրան հաջողվեց մեր լույս երկիրը, դրախտավայր երկիրը հանել համաշխարհային ընթացքից, եթե նա կարողացավ մեզ համար միջազգային թատերաբեմը պատել սև պաստառով, իմացիր, էլ նա ոչ մեկին պետք չի։ Երեք համացանցում այսպիսի նյութեր կային, ասում են Նիկոլը ավելի ճիշտ այդ մասին խոսում էր Նայիրի Հոխիկյանը, ես նրան իմիջիայլոց շատ հարգում եմ, կան հարցեր, որոնց հետ համամիտ չեմ իհարկե, որովհետև խելացի է շատ, գուցե նրա այդ մոտեցումը ինձ համար մատչելի չի, հավանաբար, բայց լավ բան ասաց, որ Նիկոլին թուրքերն են խլում մեր ձեռքից, Նիկոլին համեմատում են Սելջուկի, Աթաթուրք Քեմալի, այսինքն թուրքական պետություն ստեղծողների հետ։ Աթաթուրք Քեմալից հետո երրորդ մեծ թուրքը թուրքերի համար դա Նիկոլն է։ Ժողովուրդ, ինչ ես մտածում ես մասին։ Թուրքերը միշտ պիտի ծիծաղեն մեզ վրա։ Ես ինչ ես մտածում, ժողովուրդ։ Այսօր էլ ցավալիորեն չափից շատ են այս թրքամոլները, որ իրենց ասեն թրքամոլ ես կվիրավորվեն, բայց որ ասում են Նիկոլապաշտես չեն վիրավորվում։ Այո, Նիկոլի նման ղեկավար մենք չենք ունեցել, չենք էլ ունենա։ Տեսնես ինչով են հիացած, այս սարսաղի ճամարտակություններից։ Ժողովուրդ, երբ որ նա խոսում է, ուշադրություն դարձրու, ինքը կարող է ինքն իրեն հակասել, առանց ամաչելու, որովհետև իր խելքը այդքան է հասնում։ Անատոլ Ֆրանսը 19-րդ դարի վերջում մի իմաստուն նախադասություն է պատգամել բոլոր ազգերին։ Այն ազգը, որը չի ուզում մեռնել, չի մեռնի։ Ազգերը չեն մահանում, ազգերն ինքնասպան են լինում։ Հիմա մենք պիտի մահանանք, ժողովուրդ։ Մենք ուզում ենք մեռնել։ Մենք ուզում ենք, որ մեր սերունդները չլինեն։ Մենք ինքնասպան պիտի լինենք։ Այս հարցերի պատասխանը դու ես տալու, ժողովուրդ, դու խելքդ գլուխդ հավաքիր, հերիք է, քեզ անգետ հիմարի տեղ մի դիր, որովհետև կգա պահ, որ եթե նույնիսկ ուշքի գաք, եթե նույնիսկ փոշմանեք, այլևս հնար չլինի։ Այնպես որ
Նիկոլի կողմից այդ հիմարագույն ժեստը, որ կա իբր սրտիկ է, այ հողս գլխիդ, դու ինչ ես, որ քո սիրտն ինչ լինի, դա քո Թումանյանի սիրտը չի, դա քո Շիրազի սիրտը չի, դա քո Նժդեհի սիրտը չի, որ տրոփել է միայն ազգի համար, միայն վերելքի համար, միայն օրնված է եղել, այս ստահակի կեղտոտ սիրտը թող մնա իր որովայնի մեջ, իր որկորի հետ միասին, որովհետև նրա շնչած օդն անգամ գարշահոտ է։ Ես եմ շնորհակալ։